Քո տկարության մեջ է ամբողջանում Աստծո զորությունը, այսպես ասաց հրեշտակը Պողոս առաքյալին։ Պողոս առաքյալը բողոքում էր, հրեշտակին ասում էր, այս փորձությունը, այս պայքարը հեռացրու ինձանից։ Ոչ, ասաց հրեշտակը, չեմ հեռացնի, որտև քո տկարության մեջ է ամբողջանում Աստծո զորությունը։ Առաջին հայացքից ոնց որ հակասություն լինի, տկարություն եւ զորություն։ Տկարությունն ու զորությունը ինչպես կարող են իրար հետ լինել։ Կամ տկար ես, կամ զորեղ ես։ Կամ զորեղ ես, կամ տկար ես։ Բայց աստվածային իմաստության տեսանկյունից, այո, մարմնավոր տկարության մեջ աստվածային զորությունն է թաքնված։ Օրինակ, Քրիստոսի չարչարանքներով, Քրիստոսի խաչելությամբ, Քրիստոսի մահվամբ մեզ կյանք պարգևեց։ Տեսեք, Քրիստոս մեր բոլոր տկարությունները հանձն առավ, մեզ նման մարդ դարձավ, քրտնեց, արտասվեց, քաղցեց, ի վերջո խաչվեց, որպեսզի մեր քրտինքը, մեր ցավը, մեր մահը իր մահվամբ հաղթահարի։ Ամենամեծ հստակ օրինակը սրա Քրիստոսի օրինակն է։ Քրիստոս մահացավ, որպեսզի մենք ապրենք։ Նույն ձևով մեզ ասաց մեր Տեր, ասաց, եթե իմ խաչին խաչակից լինեք, իմ փառքին էլ փառակից պետք է լինեք։ Այսինքն ձեր տկարությունները ձեր պատիվն են, ձեր հաղթության գրավականն են, ձեր զորությունն է ձեր տկարությունը։ Մարդ ինչ տկարություններ կունենա։ Մարմնավոր տկարություններ, հիվանդություն, նեղություն, փորձություն, ունեցվածքի կորուստ, աղքատություն, սրանք բոլորը մեր պատիվն են, մեր զորությունն են։ Մենք սրանք հաղթահարելով զորանում ենք, մենք սրանցից պարտվելով տկարանում ենք, այսինքն այդ տկարությունների մեջ թաքնված զորություն կա, գաղտնի օրհնություն կա, եթե մենք իմաստասիրում ենք այդ տկարությունները, այդ նեղություններն ու դժվարությունները սիրում ենք, ավետարանը մեր Տերն է ինչ ասում, եթե իմ անվան համար հալածվեք, երանելի եք, այսինքն հալածանքը երանություն է, սրանք տարբեր հակադիր բաներ են, հալածանքը թշվառություն է, երանություն չէ աշխարհիկ իմաստով, բայց եթե Քրիստոսի անվան համար է հալածանքը, դա պատիվ է, ինչպես Քրիստոսի խաչը, Քրիստոսի նեղություններն ու դժվարությունները մեզ համար պարծանքի նշան են, Պողոս առաքյալն ինչ է ասում, քավ լիցի ինձ պարծենալ, եթե որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը ինձ համար խաչված է, ես էլ աշխարհի համար։ Տեսեք ինչ գեղեցիկ բանալի է տալիս Պողոս առաքյալը մեզ։ Քրիստոսի խաչով աշխարհը մեզ համար խաչված է, մենք էլ աշխարհի համար ենք խաչված։ Հնարավոր է Քրիստոսի խաչով մենք չխաչվենք աշխարհի համար եւ ոչ էլ աշխարհը մեզ համար խաչվի եւ խաչն էլ մեզ համար զորության նշան չլինի։ Բայց եթե մենք Քրիստոսի խաչով խաչվում ենք աշխարհի համար եւ աշխարհն էլ մեզ համար է խաչվում, այսինքն մենք մեռնում ենք աշխարհի համար եւ աշխարհն էլ մեր մեջ է մեռնում, մենք Քրիստոսի համար ենք ապրում, անժամանակ Քրիստոսի մահը, Քրիստոսի խաչը մեզ համար զորություն եւ կյանք է։ Ուրեմն սա է աստվածային տկարությունը, որ զորություն է։ Սա է մարդկային նեղությունն ու դժվարությունն ու հալածանքը, որ երանություն է, երջանկություն է, պատիվ է։ Գիտես, ամեն մարդու պատիվ չի ընծայվում Քրիստոսի անվան համար չարչարվելու։ Պետրոս առաքյալն ասում է. ձեզանից ոչ ոք չչարչարվի որպես գող, շնացող, հարբեցող։ Ձեր մեղքերի համար եթե դուք պատժվեք, ոչ մի պատիվ էլ չունեք։ Արժանի պատիժ եք կրում։
Բայց եթե Քրիստոսի անվան համար արժանանաք չարչարվելու, սրա համար դու պիտի արդար լինես, որպեսզի Քրիստոսի անվան համար չարչարվես, որպես քրիստոնյա դու չարչարվես։ Դանիել մարգարեին չարախոսողները ուզում էին որևէ մի բիծ, մի կեղտ գտնեին նրա վրա, որ ամբաստանեին Դարեհ թագավորի առջև։ Ման եկան ոչ մի բան չգտան, որտեղ ինքն իր կառավարիչ էր եւ անարատ ու մաքուր էր իր գործերը կատարում, ասեցին Դանիելը ամեն օր 3 անգամ աղոթում էր Տեր Աստծուն։ Պատկերացնում ես Դանիելի մեղադրանքը աղոթքը եղավ։ Մեղադրեցին, ասեցին աղոթում է իր Տեր Աստծուն, բերեք գցենք առյուծների գուբը, բայց ինչ տեղի ունեցավ։ Իրանք ընկան գուբը, փորողը փոսն ընկավ։ Դանիելն էլ փառք ու պատվով դուրս եկավ առյուծների գբից։ Տեսակ, որ հալածանքը դարձավ երանություն։ Մեղադրանքը դարձավ արդարացում։ Ուզեցին Դանիելին մեղադրել, Դանիելը ավելի արդարացավ։ Ուզեցին Դանիելին գցել, Դանիելը ավելի կանգնեց։ Ուզեցին ոչնչացել, Դանիելը ավելի ապրեց։ Եվ մինչև օրս հիշում ենք մենք Դանիելին։ Ուրեմն թող մեր տկարության մեջ, մեր նեղությունների, հալածանքների մեջ Աստծո զորությունը երևա։ Ամեն։